Սիրելի ունգընտիրներ, բարի երեկո բանացայն են։ Ահավաստիկ դարձյալ չորեքշաբթի է եւ ձեր բոլորին կողմէ սպասված թիմանագար հայդակրին ժամն է։ Ամեն չորեքշաբթի թիմանագար հաղորդաշարով մենք կհանդիպենք միաստապար ծանոթանալու այնպիսի անձնավորություններու, որոնց կյանքը մեզ կսորվեցնե հաղթահարել դժվարություններ եւ գերդել հաջողություն։ Մեր հայդակրին գրնակեդեվիլ վանացայնի գայքեչով voiceofan.net, բջջային հերացայնի Radio Voice of Fan Live ծրագիրով, ինչպես նաև ուղագի օրեն վանացայնի թիմադեդրի էչով։ Հարկելիներ, այսօր մեր հյուրն է Տաշնամուրի լեզվող պատմող արվեստագետը, որուն համար երաժշտությունը միայն հնչյուններու դասավորում չէ, այլ զգացումներու ամբողջական ներկայացում։ Կանադահայ տաշնագահար եւ երկհան Սերուժ Գրաջյան արվեստագետը, որ իր ստեղծագործություններու մեջ կմիախառնե աշխարհներ, կգամուրջե մշակույթներ եւ անձնական փորձառությունը կվերածե համամարտկային լեզվի։ Ան կներկայացնե ոչ միայն երաժշտություն, այլև իր ներաշխարը, երևակայության ազատ թրիչքը, ուր տասագանը կհանդիպի ժողովրդականին, արևելքը արևմուտքին, իսկ հայկական արմատները կդառնան անորը ստեղծագործության սիրտը։ Այսօր պիտի փորձենք բացահայտել ոչ միայն արվեստագետը, այլև մարդը, հուշերուն եւ երազներուն յետին կանգնած Սերուժ Գրաջյանը։ Բարի եկած եք Սերուժ։ Շատ շնորհակալ եմ Շարիկ, Ինչպե՞ս եք։ շատ լավ, շատ լավ։ Շնորհակալություն այս արիթին համար։ Ես ալ շատ շնորհակալ եմ, որ ինձի հյուրասիրեցիր քո հայդակրին մեջ։ Խնդրեմ։ Որբեսի գարենանք բացահայտել ձեր հաջողության գաղտնիքները, բարոն Սերուժ, պետք է փոխադրվենք անցյալ, ձեր մանկության տարիները, եւ թույլ տալ ցեզի, որ վերապրիկ այդ բահերը եւ ներկայացնեք ձեր մանկությունը։ Ինչպեսի մանկություն ունեցած եք։ Ինչպես շատ մը լիբանանահայեր իմ սերունդի եւ ծնած լիբանան բادرազմի Մեջ։ քաղաքացիական բادرազմի ադեն այդ ամբողջ դժվարությունները, որ այս մեր սերունդը գրած է, ես նույնպես այդ դժվարությունները գրած եմ, բայց ես բախտավոր եղած եմ, որ իմ ծնողքս որոշած է Տաշնամուր մը բերել մեր տունը, երբ որ 4-5 տարեկան էի, եւ այդ Տաշնամուրը ծևով մը դարձավ իմ առաջին մեծ խաղալիքս Այո։ եւ հետո վճռորոշ դեր խաղացավ իմ կյանքիս մեջ։ Այո, ուրեմն Եվ գրնակ ասել, որ այդպես սկսավ։ առաջին Այո։ հանդիպումը ինչպես կհիշեք Տաշնամուրին հետ։ Առաջին հանդիպումը գիշեմ Անտիլիասի մեր դուններ, մեր շենքներ, երկու երեք շատ հաղթանդամ տղամարդիկ, ուրեմն այդ մեծ տաշնամուրը իրենց գրնագին վրա արած 4 հարկ բարձրացուցին եւ այդ տաշնամուրը մեր դունեն ներս մտավ եւ առաջին փորձերս կան որ ուսուցիչալ ճունեի ուրեմն այնինչ եղանակներ որ գլսեի ադոն կփորձեի ընթորինակել տաշնամուրի վրա եւ առաջինը անշուշտ իմ կիծած իմ լսած հայկական ժողովրդական երգերն էին մինչեւ որ հետո սկսա ավելի այսինքն տասեր առնել տաշնամուրի Արդյոք ձեր ծնողքը բան նկատած էին ձեր վրա հետաքրքրությունը Տաշնամուրի հանդեպ, որ ուզեցին բերել այդ Տաշնամուրը դուն։ Գարձեմ տաշնամուրեն ավելի ես սկսա երկել կամ երկեր հորինել ավելի առաջ քան թե երբ որ սկսա խոսիլ ուրեմն խոսել են առաջ երաժշտությունը արդեն իմ մեջս ներկա էր եւ կարծեմ ադիկա դեսան իմ ծնողքս երաժիշտներ չեն բայց երաժշտությունը շատ կսիրեին մեր ընտանիքը շատ կսիրեր Երաժշտասեր են։ երաժշտասեր են եւ այդ պատճառով է կարծեմ որ տեսամ որ այս տղան երևի մեր տղան տաղանդ ունի Երաժշտության հանդեպ հատուկ ցիրկ ունի կամ տաղանդ ունի։ Իսկ գրնակ ասել, որ ուրեմն այդ բահը կամ ձեր ծնողքը մեծ դեր ունեցան, որ Տաշնամուրը դառնաց ձեր կյանքին ընկերը կամ անբաժան մասը։ այո Ով կգարձեք, որ մեծ դեր խաղացավ։
Այո, կարծեմ անշուշտ ծնողքս մեծ թեր խաղցավ, բայց կարծեմ, այսինքն ջագադակրի որչապ կրնանք հավատալ կամ չհավատալ, կարծեմ ձևով մնալ տաշնամուրը ինձի կդավ, քան թե ես տաշնամուրին կդա եւ երաշխությունը ինձի կդավ եւ կարծեմ ինձի համարալ եւ ընտանիքիս համարալ եւ ի վերջո շենքի բնակիչներուն համարալ այդ երաշխությունը, որ գնահատեի, փախուստը դարձավ այն իրականությունն, որ դուրս է պատերազմի իրականությունը եւ ադիգա ես միշտ որպես օրհնություն տեսած եմ եւ բարեբախտություն տեսած եմ եւ նաեւ նկատեցի, որ երաժշտությունը ամենադժվար ժամանակներուն մարդու ամենալավ բարեկամը ընկերը գրնալալ եւ այդպեսով է որ կարծեմ Տաշնամուրը իմ լավագույն ընկերս դարձավ եւ Այո։ երևի Իսկ առաջին եւ սերս դարձավ։ այո։ Իսկ երբ այսօր անցյալին նայի, ինչպեսի զգացումներ կվերաթարնան իբրև փոքրիկ Սերուժ։ Գարձեմ ամմորանալի ադեմ մներ, նորմալ ադեմ մջեր, կայմ պատերազմը գար, բայց ամմորանալի ադեմ մներ ոչ միայն երաշտական դեսանգվին են թիդված, բայց նաև հայել լալու դեսանգվին են թիդված։ Ինձի համար ես լիպանանը բավական բզդիգ է երբ ցկեցի, բայց այդ առաջին դարիները թե երաշտության ընդմեջ են, թե նաև ասեմ, որ տաշնագի տասերես վերջ քիչ անց մաս կազմեցի ձնձղա երջախումբին, որ համասկայնի նախաձեռնություններ այն ադեն, ուրեմն այս ամեն բաները իմ մեջս շատ զորավոր ոգիմը դրին եւ ոգիմը, որ ինձի իմ հետ շարունակվեցավ այդ ոգին եւ մնաց իմ հետս, նույնիսկ երբ որ երգիրներ փոխեցի եւ զանազան երգիրների մեջ ապրեցա եւ կարծեմ իմ ստեղծագործության մեջ մեծ թեր խաղացավ եւ երաշտական ուղիս մեջ մեծ թեր խաղացավ այդ առաջին դարիները, որ Գործառույթությունը։ Այո։ բարանի Այո։ Իսկ ուր եւ ինչպես սկսակցեր երաժշտական ուսումը եւ ինչ էին այն հիմնական աստակները, որոնք ձևավորեցին ձեր երաժշտական ճաշակը։ ուրեմն տասեր ունեցած էի զանազան ուսուցիչներու հետ, բայց ամենա կարևոր անձը, որ ինձ իսկապես գոփեց որպես երաժիշտ եւ դաշնակահար, Բողոս Ջելալյանն էր, ուստան էր։ Եվ ինձի համար ինքը շատ մեծ խթան եղավ եւ ձևովը այնինչ որ ինքը գներ, ինքը ոչ միայն դաշնակահար էր, ոչ միայն խորինող էր, բայց նաեւ մշակող էր եւ իրեն համար երաժշտությունը սահմաններ չուներ, զանազան դիբերու երաժշտություն ինքը շատ հանգիստ էր փոխելու եւ ադիգա ինձի համար մեծ օրինակը դարձավ եւ շատ կներշնչեր ինձի որպես Ուսուցիչ։ երաժիշտ Որպես երաժիշտ։ եւ ես այո որպես ուսուցիչ Իսկ կհիշեք ձեր առաջին բեմ բարձրանալը։ Արդյոք ինչ էին ապրումները այդ ժամանակ եւ ամեն անգամ որ բեմ բարձրանաք նույն ապրումը կսկաք կամ կհիշեք ձեր առաջին բեմ բարձրանալը։ Առաջին բեմ բարձրանալը բավական մեծ արիտմն էր, ուրեմն Լիբանանի մեջ բանը կար, ստուդիո ֆանը կար, որ շատ մեծ արիտմն էր եւ ոչ թե միայն բեմն էր, բայց նաեւ հերադեսիլի Այո, բանն էր, մեծ հայդակիրմը։ մրցումն էր եւ ադոր այդ արիտով որ փեմ բարձրացա ասենք եւ հազարավորներ դիդեցին իմ ելույթը եւ հետո առաջին մրցանակ ունեցա այդ բանին այդ հայդակրի մեջ եւ միայն 7 տարեկան էի եւ բավական դերևս
այդչափալ այդ ջնշումը չսկացի այն ադեն երբ որ բզդիգ էի, բայց ադիկա գարձեմ շատ մեծ արիտ մներ ինքս բացահայտելու եւ գարձեմ շատ մհայերու հբարդություն Այո, պատճառեցի իմ այո, շատ ճիշտ, երեխաս շատ եւ իմ ճիշտ։ արձանագրումս։ Լավ, ձեր ճամփորդությունը միջին արևելքեն դեպի Եվրոպա եւ ապա Կանադա։ Ինչ նոր դռներ բացավ ձեր առջև։ Կանադայի մեջ անշուշտ ուզեցի համասարանի մեջ կատարելագործել իմ ուսումը եւ ատկե առաջ շատ արդեն սկսած էի սպաղիլ համերգներով, շատ համերգներ ունենայի, բայց հետո երբ որ վկայվեցա Կանադայի Թորոնտոյի համասարանեն, գերմանիակացի եւ հոն իսկապես որ շատ մեծ թուրներ բացվեցան, ոչ թե միայն համերգային շրջագայություններու գծով, բայց բավական ընդլայնեցի իմ երաժշտական հորիզոնները Այո, եւ միայն ուսուցիչս չէր կամ ասենք ուսումը չէր միայն, բայց նաև այն մարդիկը, այն ուրիշ իմ դասընկերները, անձնավորություններ, որոնց հետ անձնավորությունները, որոնց աշխատեցաք, այո, հանդիպեցա, քանի որ երաժիշտը հորինողը միշտ ներշնչումներու պետք ունի եւ այդ ներշնչումը կրնանալ անձեր, կրնանալ դեպքեր։ քաղաքներ եւ թեմքեր եւ այդ ամենը ինձ համար շատ կարեւոր է եւ նաեւ դարբեր մշակույթներ։ Անշուշտ։ Իսկ դարբեր մշակույթներու մեջ ապրիլը ինչպես փոխեց ձեր երաժշտական լեզուն։ Ես բախտավոր եղա, որ գարկ մի երկիրներու մեջ ապրելով ուզեցի միշտ ամենալավ ձևով, ամենաբարձր ձևով, որակով հասկանալ այդ երկիրներու մշակույթի արմատները։ Եվ ադիգա շատ կարևոր է, եւ ադիգա իսկապես կրնաս սկալ եւ գիտնալ եւ սորվել, երբ որ այդ երկրի մեջ գաբրիս, այդ երկրի լեզուն կխոսիս կամ երաշտական եւ մշակութային արմատները լավ ճաշ։ Եվ այդ բախտավորություն ունեցա թե Գերմանիո մեջ եւ թե ատկե ավելի վերջ Իսպանիո մեջ այդ ամենը ապրիլ դեսնել եւ այդ ամենուն ընդմեջ են նաեւ գիտնալ արժևորել իմ մշակույթս եւ տեսնել ուր գրնալ այդ մշակույթը, ինչ թեր գրնա խաղալ այդ մշակույթը դար ունգընտիրներու արչև։ Եվ գարձեմ իմ նշանապանս միշտ այդ եղած նշանապաններից մեկը միշտ այդ եղած է հայկական մշակույթը, հայ երաժշտությունը ամենաբարձր մագարտակով դալ օդար ունգընտրին։ Ոչ թե միայն դալ, բայց ամենաբարձր մագարտակով դալ եւ Բծախնդրոր է ներկայացնել, շատ ճիշտ է։ Իսկ երբ սկսավ ձեր գեղարվեստական ինքնությունը գազմապորվել, ինչպես կդաք եւ գառուցեցիք ձեր ոճը, որովհետեւ գեղարվեստական ինքնությունը մեկ օրեն մյուսը չեն կրնար կառուցել, ժամանակի ընթացքին կկառուցվի։ Դուք ինչպես կրցակ կառուցել, ինչի հիման վրա կառուցեցիք։ Ուրեմն իմ ուսումս անշուշտ եղած է դասական երաժշտության մեջ եւ որպես տաշնագահար։ Բայց ես միշտ կգարձեի, որ միայն տաշնամուր նվագելը կամ նույնիսկ chamber music, այսինքն կամերային երաժշտություն։ Այո, սենեգային երաժշտությունը բավարար չէր ինձի համար, բավարար չէր, որովհետև նախ որպես դասական երաժիշտներ մեկ բան մգնենք մենք, որ նույն այդ գրվածը, որ հանջարեղ գործեր են 200 տարի առաջ գրված, 100 տարի առաջ գրված, նույնը կնվագենք, դերևս մեր ձևով, ուրիշ ձևով, բայց ես ուզեցի նախ մտածել
ինչ կրնարը լալ, եթե 200 տարի առաջվա հորինողը հանդիպեր այսօրվա Այս օրերուն։ բոլորովին դարբեր մշակույթի հետ։ Այո, Այսինքն ինչ կրնարը լալ, եթե Բեթհովենը հանդիպեր Բիթլզի հետ, կամ Մոցարտը հանդիպեր Ֆեյրուզի հետ։ Ուրեմն այս ամեն հարցումները, որոնք գային երևակայական պատկերներ կրնան գսել դերևս։ երևակայական պատկերներ, այո, բայց նաև շատ ինքնադիր ցևով ներկայացված։ Ուրեմն այդ հարցումներն մեկը միշտ այդ եղած է, մանավանդ այսօրվա հանդիսադեսը, այսօրվան համերգ հաջախողը ինչի պետք ունի, ինչը Այո, գրնա ինչ կփնտրե, հետաքրքրական, ինչ կփնտրե։ ինչ կփնտրե, այո։ Եվ ադիգա ես միշտ ինձնքիս գարցնեմ եւ ծևով մնալ ես միշտ միտքս միշտ կաշխատի, միշտ հետաքրքրված է մշակույթներով, տարբեր մշակույթներով եւ նաեւ այդ երաժշտությունները իրար սենք Յախարնելով։ միախառնելով, բայց ամենակարևորը ինձ համար միշտ եղած է ջաշակը չնել բամը բարձրապես ընելու համար ընել բամը որ իսկապես ամենաբարձր մագարտակով պիտի գրնամ ներկայացնել եւ ուրիշ կարևոր բամը ունգընտրին սիրտը ինչպես փոթորկեցնել կամ հուզեցնել կամ այդ սկացումները դալ որ կյանքի մեջ չմոռնա այդ Այո, սկացումները ու համերգին ընթացքում իշադագելի բահեր։ Հիմա ինչպես գիտենք, ձեր ստեղծագործություններում ինչպես ասինք արդեն, որ գմիախառնվին տասագանը, ժողովրդականը, ֆլամենկոն, տանգոն, ինչպես կգտնեք այդ նուրբ հավասարակշռությունը դարբեր ոճերու մեջ։ Վերջո, ինչպես ըսիկ ընելու սիրուն չէ բամը, որ պիտի ընեք, պիտի շատ քեղեցկորեն պետք է համախմբեք այս բոլորը։ Ինչպես կգտնեք, ինչպես գրնակ հավասարակշռությունը գտնալ նուրբ գեդը։ այո կարծեմ առաջին քայլը այդ ամեն մեկ երաժշտությունը լա տանգոն է լա ֆլամենկոն է իսկապես շատ լավ գիտնալն է այդ երաժշտությունը Այո, խորը ձևով դիրաբեդելն է այդ երաժշտության այն ադեն է որ վստահություն կրնակալ վրատ այո, որ այո այս մեկը գարնես որ բայց շատ լավ գիտես այս երաժշտությունը այս մյուսը գարնես որ շատ լավ գիտես այս երաժշտությունը ամեն ձևով իր ոճով իր ռիթմով այսինքն շատ ուղղակի դիրաբեդած ես այդ երաժշտության այն ադեն է որ կգարձեմ որ ինքնավստահությունը ունենամ ասելու ինչ կլար եթե եւ այդ հարցումը հարցնել եւ սկսիլ միախառնել եւ ամենակարևորը պատմությունը պատմել այդ սազովը ռազովը նվակազովը պատմությունը պատմել այո, շատ ճիշտ է։ Իսկ գա սահմանումը երաժշտության մեջ ձեզի համար, թե ամբողջովին ազատ եք ստեղծագործելու ընթացքին։ կգարձեմ ազատ եմ ազատ կսկամ ինձ ինքս գարձեմ դպրոցի մեջ երբ որ երաշտական դպրոց գերտայի այդ սահմանները շատ ավելի քիչ էին եւ ինձ համար քիչ շղթայված էի ածևով բայց այդ ալ իր տեղ ունի քան որ դպրոցը շատ կարեւոր է այն ինչ որ հիմա ես գիտեմ եւ այդ ուսումը որ ունիմ բայց ամենակարևորը ինձ համար սահմանը որ շատ կարևոր է բարձրաճաշակությունը իր այդ բարձրությունեն չի գնալ իջնել այսինքն չնել փամը ինչպես որ ասի բարձրապես հոնե որ սահմանը գկաշեմ Իսկ իբրև հայ ստեղծագործող հայկական երաժշտության հետ ձեր ունեցած կապը ինչպես կարտահայտեք ձեր ստեղծագործություններում մեջ։ Գերգին ցևովը նույն ուղին է հայկական երաժշտություն շատ լավ ճանչնալ սկսյալ Գոմիդասեն
լավ այո, ինչև կալ ավելի Խաչատուրյան կամ Բաբաջանյան շատ այնքան լավ ճանչնալ եւ ասենք առաջին գրնամասել առաջին քայլս մեծ քայլս հայկական երաժշտության մեջ տարիներ առաջ երբ որ որոշեցի Գոմիդասի 25 երգ մշակել նվագախումբի եւ ցայնի համար եւ ասի առաջին ասենք փորձն էր որ եղած էր այս ծավալի վրա եւ Grammy-ի մրցանակի ասենք nomination ունեցա այդ առիթով բայց հետո արդեն երբ որ ադիգա ըրաձես եւ ադիգա դվածես գսես նորեն այդ հարցումը ինչ ցևով ներկայացնել հայկական երաժշտությունը վերաերևակայել այո, հայկական երաժշտությունը առանց ցևով թավաճանելու աղավաղելու հայկական տերևս, երաժշտություն ինչպես աղավաղելու տերևս, աղավաղելու, այո, հայկական երաժշտության այդ սկզբունքներուն կամ այո, ջաշագին, ոճին, բայց նորադիպ ցևով այո, ներկայացնել։ նորարար ձևով, Այն այո, երկերը, նորարար ցևով, այո, այն երկերը, որ լսած ենք կամ նույն երաժշտությունը լսած ենք եւ երևի նոր հետաքրքրություն ստեղծել ունգընտիրի մեջ, որ այո, այս երկը լսած էինք, բայց այս ցևով չենք երևակայած։ Եվ ինձ համար ադիգ ամենամեծ կոմպլիմանն է, երբ որ ունգընտիրը Անտիսադեսը հաճույքով գունգընտրե։ այո, Իսկ խոսից էր համերգային շրջակայություններու մասին, երբ սկսավ եւ ուրգե սկսավ։ շատ մտեսագի ուրեմն համերգային ծրագրեր հրած եմ դարիներու ընթացքին երբեմն միան տասական եղած է երբեմն նվագախումբի հետ եղած է բայց ի վերջո որոշեցի որ այս ամեն մտածումները կամ ծրագիրները որ ունի միախառնեմ մեկ ծրագրի մեջ եւ այդ զանազան երաժշտություններու զանազան մշակույթներու երկերը երաժշտությունը մեկ համերգի մեջ ներկայացնեն եւ ադիգա քանի մդարի առաջ սկսավ Հայաստանի մեջ Piano Fantasy անունով եւ ադիգա շրջակայեցա այդ խումբով այդ ծրագրով Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ քաղաքներու մեջ նաև եկալի բանան Այո, 3 տարի առաջ եւ կարծեմ որ այդ մեկը ինձի ամենամեծ կողոնակությունը գուտա որովհետեւ ինձի 100% գուտա այդ artistic control-ը, այսինքն ամեն ինչ որ գմտածեմ գրնամ դալ ժողովրդին եւ ցեվովը հեվկոդ համերգ մնե թրագան ցեվով հեվկոդ որովհետեւ ինչպես ասի զանազան ոճեր զանազան ասկություններ միասին կան այդ մեկ համերգի մեջ եւ ժողովրդին ցերկեմ բռնած միասին գշրջակայինք այդ բազմաթիվ մշակույթներուն մեջ են ուրեմն այո 2022-ի դեկտեմբերին էր Խաչատուրյան համերգասրահի մեջ Երևանի դեբյուտն ունեցավ այս Piano Fantasy ծրագիրս եւ ատկե իվեր նույն ցևով գշարնակվի բայց անշուշտ փոփոխություններ կգրե իր միշտ երթական։ նոր հայդակիրով Այո, բայց նույն խորակիրով կբդտիկ։ Նույն խորակիրը նույնը կմնա, բայց խորակիրը, այսինքն երբ որ ամեն քաղաքները մոտավորապես 15-20 քաղաք շրջակայեցա այդ խորակրով, հետո նոր խորակիր ունեցա, քաղաքարը նույնն է, բայց նույն ուրիշ խորակիր մն եւ անշուշտ ծրագիրը բոլորովին տարբեր։ Իսկ ինչպես էր Հայաստանի մեջ ելույթ ունենալը, ինչ առանձնահատուկ զգացում տվավ ցեզի։ Երբ որ փեմ ելես
կարծեմ ամեն արվեստագետ այս նույն բանեն կանցնի։ Ես կոնե առաջին 5, 10, 15 վայրկյանը առաջին բանը որ կմտածեմ կամ կսկսեմ մտածել գաբակցությունը կգրնամ գոր ստեղծել հանդիսատես այո կամ ոչ եւ կսկամ ադիգա կսկամ Հայաստանի մեջ առաջին վայրկյանն էր նույնը պատահեցավ Լիբանանի մեջ առաջին վայրկյանն արդեն սկացի որ մեկ եմ ժողովրդին հետ եւ գիտեի որ հրաշալի պիտի լա ամեն ինչ եւ ամեն դեղ չէ որ այդպես կրլա եւ գապ չունի հանդիսատեսի դժվարահաջության հետ բարձրապես կապակցությունը կստեղծվի ստեղծելն է, կապ ստեղծելն է հանդիսատեսին հետ, այդ ալ արվեստագետին կարողության են գախում ունի։ Այո, կարողությունն է եւ նույնադեն ժողովրդի ընկալման պատրաստականությունը եւ ադիգա եղավ Երևանի մեջ այսին առաջին վարկ ուրիշ տեղեր անշուշտ գսկամ բայց ավելի երկար կդեվի ավելի ուշ ադիգա առաջին վարկանը նսկացի Երևանի մեջ եւ Բեյրութի մեջ Իսկ ինչ կնշանակե ցեզի համար այսօր հայ երաժիշտ լալ եւ աշխարհով մեկ ճամփորդել իբր հայ արվեստագետ կճամփորդեք աշխարհով մեկ այդ տեսանկյունեն ինչպես կդիտեք դուք ինչ կնշանակե ցեզի Ես միշտ գսեմ որ հայ արվեստագետը գրնագի պարտականություն ունի անշուշտ որպես արվեստագետ լավագույնը պետք է դաս բայց գրնագին ինչ է հայկական մշակույթը երաժշտությունը ամենաբարձր որակով մակարդակով ներկայացնել ադիգա մեծ պատասխանատվություն մնե մեր ուսերուն Որքանով կչանակ հայկական երաժշտություն ներմուծել ձեր երկացանկի մեջ Միշտ գներմուծեմ եւ մանավանդ օդար հանդիսադեսին գիտեք չափը պետք է գիտնալ պետք է դալ եւ ծարավ ցկել հանդիսադես որովհետեւ լսե բայց շատ չլսե բայց հետաքրքրվի եւ ավելի ուզե խորանալ ուրեմն այն ցևով չեմ ասել որ պետք է լսեք հայկական երաժշտություն, քանի որ ես հայ եմ եւ այլն, ադիգա չեմ մտածում։ Պարզապես իրենց համը դալն է, այո, եւ որովհետեւ իրենք շատ ավելի այնքան հետաքրքրվին, որ շատ ավելի խորանան եւ տեսնեն հայը մեծ երաժշտություն ունի, մեծ մշակույթ ունի, պետք է ես չէի գիտեր, բայց այսօր գիտեմ։ Իսկ կգարձեք, որ հայկական երաժշտությունը ունի համաշխարհային լեզու դառնալու ուժ Եվ ինչպես կընկալվին հայկական ժողովրդական ստեղծագործությունները օդարներու կողմէ արդեն մասը բացատրեցի բայց ժողովրդական երաժշտության մասին կուզեմ հարցնել ամեն ազգի երաժշտություն իր ապրած պատմության հայելին է եւ մեր պատմությունը իր ցավերով ուրախություններով հաղթանակներով բարդություններով մեր երաժշտության մեջ այդ ոգին կսկացվի եւ այդ ոգին կամ այդ հուզմունքը կամ սկացումները շատ մարդկային սկացումներ են եւ զարմանալի է դլեյամանը կնվակեմ եւ բոլորովին օդար հայության հետ կապ թերևս հայ լալը ինչ է չգիտող մարդիկ շատ կհուզվին որովհետև մարդկային լարերուն կտպնա սկացական լարերուն կտպնա եւ ադիգա շատ կարեւոր է գրգին լավ ծավով երբ որ ներկայացվի ադիգա կարեւոր է բայց գտպնա այդ սկացական լարերուն եւ նորեն գսեմ Շատ անգամ կարծեմ մենք որպես հայեր ամբողջությամբ չենք ընկալած մեր մշակույթի մեր երաժշտության արժեքը եւ
potential-ը, այսինքն այնինչ որ թեր կրնանք անել մեր երաժշտությամբ, թեր կրնանք բարձրացնել, թեր կրնանք բարեփոխել եւ ավելի զորավոր դարձնել։ Շատ մեծ ուժ ունի մեր երաժշտությունը, այսինքն արվեստի արժեք ըլլալեզատ ուժն ունի եւ այդ ուժը թարերը իվեր ուկա այդ ուժը եւ այդ ուժն է որ պետք է փոխանցենք թե հայ թե օդար հանդիսատեսին եւ շատ պետք է գիտնանք արժեքը մեր երաժշտության մեր մշակույթի Հետևելով ձեր ոճին, հստակ է, որ նորարարությունը շատ կարևոր բաժին մնե ձեր աշխատանքի մեջ։ Բայց ինչպես կարելի է նորարար ըլլալ առանց գործընծնելու արմատները։ շատ լավ հարցում է եւ գրնամսել որ այո նորարարությունը միշտ բացր դերով չընդունվիր կամ որ այնինչ որ նոր է միշտ ծովը գասկածովը բայց ինչու այդպես պետք է լա եթե ունենք օրիջինալը կարծեմ ամեն ինչ իր դեղ ունի նորարարությունը իր դեղ ունի եւ ես նույնադեն բնավ չեմ փախիր նվակելու այդ գործերը իրենք ինչպես որ գրված է իրենց օրիջինալ ձևով եւ լավ ձևով նվակելու ոչ թե փոխելով ուրեմն ճիշտ ադե կարծեմ ամեն ինչ իր դեղ ունի եւ նորարարությունն իր դեղ ունի Իր չափի մեջ դերևս Իր չափի մեջ եւ ես չեմ ասել որ նորարարությունը միակ պատասխանն է եւ ամեն մարդ ազատ է հասկանալու կամ թադելու ինք իր ձևով Այո իսկ գա ստեղծագործությունը որ շատ անձնական է ցեզի համար բայց դժվար եղած է գիսել հանրության հետ որ ես քրած եմ Կամ դուք քրած եք կամ մշակած եք այո մեկ վարքան Գարտնի երկեր կան որոնք թեր չեմ հանրության չեմ հանցնած կատողության չեմ հանցնած բայց կարծեմ որ իր ադենին Պիտի կա ժամանակը Պիտի կա ժամանակը Իսկ յուրաքանչյուր համերգի հետ դուք ինչ կուզեք որ հանդիսատեսը իր հետ դանի Կարծեմ եթե հանդիսատեսը ասե որ այսօր ցանկս դեպի ավելի լավին փոխվեցավ ինձ համար ադիգա որպես երաժիշտ ամենամեծ ուրախությունն է Իսկ գա բահեր թեմի վրա բահմը որ երբեք չեք մոռնալ Կարծեմ Carnegie Hall-ի մեջ երբ որ Կոմիդասի երկերը ունգընտրեցին եւ ժողովրդի վստահ բար 80% հայեր չէին եւ հավանաբար առաջին անգամ լալով մտիկ կնեին կլսեին Կոմիդաս ինձ համար ադիգա ցանկիս ամենա ուրախ բահերն էին որովհետեւ վերջապես Կոմիդասը գելեր միայն հայկական կամ հայ հորինող լալեն կամ հայ երաժշտության մեծակույն դեմքերը մեկը լալեն բայց նաև կդառնար համաշխարհային դեմք Այո իսկ դուք երբ առանցին գլակ ձեր դաշնամուրին հետ Ուրեմն առաջին զգացումը ինչ կլա հանդարտություն կսկա կհանգստանա կամ շատ արագ արդեն ստեղծագործելու գործընթացի մեջ կնստիկ Կարծեմ գրեթե այսչափ տարի վերջ երբ որ մեգումը գսիրես եւ ուղղակի ցանկիտ մեկ մասը դարձած է
Գարձես թե իմ մարմնիս մեկ մասն է թաշնամուրը եւ երբ որ կովս չէ մեծ գարոտ մը գսկամ եւ շատ անգամ ես իր ներողություն կխնդրեմ որ բավարար ձևով բավական լավ ձևով չեմ ստեղծագործել որ այդ օրը կամ բավարար չեմ փորձրած այդ օրը բայց իսկապես գախարտական սկացումն է եւ ամեն անգամ չէ որ կհանդիպինք իրարու եւ արդյունքը լավ գլա երբեմն այո բնավ լավ ստեղծագործական ասենք ոգի Մթնոլորտը ստեղծվի։ բոլոր չեմ ունենալ այդ բոլորը բայց ադիգա իր մեղքը չէ ադիգա իմ մեղքը Ադիցեր։ չէ այդ օրվան բայց իսկապես հարաբերությունն է որ առանց ադոր չեմ գիտեր ինչպես կրնայի ապրիլ Իսկ կարելի է ասել, որ երաժշտությունը ցեզի համար դժվար բահերու պալասան է։ Դժվար բայերու բալասան է անպայման եւ սկիզբեն եղած է ադիգա ինչպես որ ասի 4 տարեկանից ի վեր այդ դժվարություններեն փախոստը կամ դժվարություններուն հաղթելու Հաղթահարելու, այո։ գրավական հաղթահարելու գրավական է եղած է երաժշտությունը ես ինձ համար ցանկիս ամենամեծ օրհնություններեն մեկն է ադիգա եւ ինձի ես շատ բախտավոր գսկամ այդ ծևով Իսկ ինչպես գիտեք, ձեր կյանքը կդարածվի աշխարհակրական եւ մշակութային զանազան տարածքներու մեջ։ Ուր գսկակ դուք ձեզ դան մեջ։ Դամ մեջ երբ որ իմ դունիս մեջն եմ աչքերս կոց գրգին միշտ գերեվագայեմ այդ ուրիշ աշխարհները այսինքն այդ մտածումները երազները եւ այդ նոր աշխարհները միշտ իմ մեջս են նույնիսկ երբ դունիս մեջն եմ Շատ գեղեցիկ։ Իսկ եթե դաշնամուր չլար, ինչ այլ արվեստով կսպաղեիք։ Կարծեմ քրագանությամբ կան որ շատ կսիրեմ քրել շատ կսիրեմ եւ ծևով մը քրագանությունն ինձ համար մեծ ներշնչում է Պարոն Սերուժ, արդյոք գա վայրը, որ գուզեք նվակել, բայց տակավին արիցը չէ հանդիսացած։ Շատ հետաքրքրական հարցում է եւ այս ծևով պատասխանեմ երբեմն կան դեղեր որ շատ բզդիկ քաղաք մգրնալալ շատ բզդիկ մյուս քյուղ մգրնալալ եւ 100 հոգինոց հանդիսադես կրնալալ եւ ադիգա գրնա ամենակարևոր հոգեպես ամենակարևոր դեղը լալ ուր նվակեցիր եւ ադիգա ես միշտ պատրաստ եմ ադոր ուրեմն այդ մեծ քաղաքը չէ մեծ սրահը չէ բայց այդ փոքրիկ դեղը գրնալալ Այո։ որ ամենակարևոր հետ կգցկե վրատ որպես երաժիշտ Այո։ Իսկ ձեր ավակած ծրագիրները ինչ են, պարոն Սերուժ։ Ինչ պիտի հաջորդը ասենք։ ուրեմն Ինչ պիտի այո ասենք։ ուրեմն հաջորդը հունիսի մեջ է եւ ծրագիրներս մեկն է որ վերջերս կատարեցի Տորոնտոյի մեջ ուրեմն հաջորդը Մոնտրեալի մեջ է հունիս 7-ին այդ համերգի մեջ աբան գմիախառնեմ Մոցարտի հետ ուրեմն Մոցարտի կոնցերտոմը գսկսի հետո աբայի Ֆերնանդոն գսկսի երկվիլ ուրեմն այդ ծրագիրն է որ արդեն ըրի Տորոնտոյի մեջ մեծ հաշվությամբ եւ այդ է որ պիտի անեմ հունիսի մեջ Մոնտրեալի մեջ Կրնանք արդյոք օրմը այդ մեկը մենք ալ Լիբանանի ձեր հանդիսադեսնալ վայել է։ Կան ծրագիրներ անպայման Լիբանան այցելության։ անպայման այսինքն վերջին անգամ որ եկա իսկապես այդ քանի օր 10 օրեր այնքան զորավոր
սկացումներ էին, ոչ թե միայն համերգասրահեններ, սփեմի վրա, բայց նաև փեմեն դուրս, ամեն հիշադակները եւ վերջապես Լիբանանը ինձի 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 համար եղավ այդ ինչպես կնամ ասել, բարերը գվակսին։ Երևս շատ լավ ձևով հյուրընկալ է ձեզի Լիբանանի ժողովուրդը։ Ոչ թե միայն հյուրընկալությունն էր խենթանալի, բայց ը, իմ արմատներս են, Այո, իմ արմատներս են եւ գսեմ ես մինչեւ 13 տարեկան հոնաբրած եմ, բայց այնքան մեծ հետք ցկած է Լիբանանը իմ վրաս։ Այո, հայ եմ, բայց ամենակարևորը Լիբանանը հայ եմ եւ ադիգա դարբեր էին, դարբեր սկացումներ են, դարբեր հիշադակներ են, դարբեր տաստիարակություն է եւ ադիգա իմ թե նվագելուց մեջ, թե երաժշտությանս մեջ միշտ ներկա է հաղթած եւ է։ անշուշտ պետք է կամ եւ գոհուսամ այս Լիբանանի դժվար օրերը վերջապես անցնին եւ իսկապես խաղաղությունը լա եւ նորեն գրգին միանամ ցեզի եւ այդ քեղեցիկ երաշտական երաշտական բահեր ապրինք Ապրինք։ ես ադիգա իսկապես ամբողջ սրտովս սկսեմ ամբողջ հոգիովս սկսեմ Մենք ալ կսպասենք ձեզի անհամբեր։ նմանապես Ը, Հատուկ շնորհակալություն ձեզի, պարոն Սերուժ Գրաջյան, այս շատ գեղեցիկ եւ լեցուն այս հարցազրույցին համար։ Շնորհակալություն կհայտնենք, որ ձեր սուղ ժամը դրամատրեցիք մեզի, թեև այս մեկ ժամվա ընթացքին չենք կրնար բացահայտել ամեն բան, բայց մենք փորձեցինք առավելագույն չափով օգտվել եւ ձեր հաջողության գաղտնիքները քիչ մը այսպես գիտնալ։ շատ շնորհակալ եմ գրգին շնորհակալ եմ որ ինձի ունեցա Մեծ այս ուրախությամբ։ ձեր հայդակրին մեջ եւ իսկապես շատ խորիմաստ հարցումներ էին Շնորհակալ եմ, շատ շնորհակալ ենք այս արիթին համար։ Ձեզ կսպասենք եւ ձեզի նորանոր հաջողություններ կմաղթենք։ շնորհակալ եմ Հարգելի ունգընտիրներ, այսպեսով կփակենք մեր հետաքրքրական հանդիպումը։ Թիմանագարի թեմա այսօր բադիվը ունեցավ հյուրընկալելու վաստակավոր դաշնակահար Սերուժ Գրաջյանը, որուն հետ մեր զրույցը թող ոգեշնչումը լա բոլորիդ։ Շնորհակալություն ցեզի, որ ունգընտրեցիք, ցեզի հետ էր Շողիկ Տորոսյանը։ Մեր հաջորդ հանդիպումը առաջիկա շորեքշաբթի բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության գաղտնիքները։ Ցտեսություն։